Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները արդյոք չեն անհանգստանում, որ հայ առաքելական եկեղեցու վարկանիշը անհամեմատ ավելի բարձր է, քան իրենցը։ Ազգային ժողովի նախագահից հետաքրքրվում են լրագրողները, վկայակոչելով եկեղեցի իշխանություն վերջին շրջանում բավականին լարված հարաբերությունները։ Այսինքն ընդունում ենք, որ եկեղեցին քաղաքական կառույց է եւ քաղաքական իշխանությունը պետք է այլ քաղաքական կառույցից սարսափի մեջ լինի։ Ժողովուրդ, եկեղեցին ինձ որ հարցնեն, ինձ էլ որ այդ հարցումին ես մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես վստահում եմ մեր եկեղեցուն եւ չեմ վստահում օրինակ այլ եկեղեցու բանին։ Հարցումը լավ, ուզում հասկանամ գրագետ մարդկանց քանակը տենց կտրուկ իջել է Հայաստանի Հանրապետությունում, որ ինչ որ մարդիկ փորձում են տենց համեմատականներ անել։ Եկեղեցին քաղաքական կուսակցություն չի։ Այդ ձեր ասածը հենց լեզվա մտածելակերպ է, այսինքն դուք համարում եք, որ ինքը կարող քաղաքական մտածելակերպ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ գրառումը սրբազաններից մեկին ուղղված, նրա անձնական կյանքի վերաբերյալ Ալեն Սիմոնյանը եկեղեցու սպասավորների նկատմամբ համընդհանուր վիրավորանք որպես չի դիտարկում։ Նկատում է, այդտեղ անձնական կյանքին միջամտություն չկա։ Հոգևոր կառույցի մասին ենք խոսում եւ կառույցի մասին, որտեղ որ կոնկրետ կանոններ գոյություն ունեն եւ այդ կանոնները խախտվում են։ Որևիցե մեկի ննջարան չի մտել եւ իրավունք չունի։ Սիմոնյանը թյուր է համարում նաև այն կարծիքները, թե իշխանությունը արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, այդպիսով փորձելով թուլացնել նրա դիրքն ու համբավը հասարակության մեջ։ Կաթողիկոսը, Արշակ սրբազանը, չգիտեմ, այն մյուս սրբազանը իրանք եկեղեցին չեն, իրանք խաբել են, որ իրանք եկեղեցին են։ Իրանք հավատացյալների եւ Աստծո ծառաներն են։ Տեսել եք, որ օրինակ Հռոմի Պապը մարդկանց ոտերն է պաչում։ Լսել եք օրինակ Հռոմի Պապի Տիտղոսի մեջ մի րոպե, այդ արարողությունը արվում է բոլոր տեղում։ Տիտղոսը ոնց է, ռաբ ռաբով բոժիղ, Աստծո ծառաների ծառան։ Իրանք մոռացել են, որ իրանք ծառա են։ Իրանք մտածում են, որ իրանք գողագան են, հարց լուծող, քավոր են եւ բիզնեսմեն են շատ սրբազան կա զենքով էր ման գալիս միջև վերջերս, չգիտեք իրա մասին։ Մի հատ էլ լավ ավտո ուներ, էլի ասեմ։ Ես զենքով եմ ման գալիս, ես զենք ունեմ, բայց զենքով ման չեմ գալիս։ Ես իշխանություն եմ, այդ տեսնում եք էլի, ձեր մտածելակերպ, ես կճոյանի հետ ոչ մի միջոցառման չեմ մասնակցել։ Լսեք, անձնապես ես կճոյանի հետ որևիցե հարաբերություններ չունեմ, ես խոսացողս չունեմ։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։